Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում մարզպետ Վահագն Արսենյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2026 թվականի համար ներկայացված սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ քննարկում։ Մասնակցում էին մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, համայնքապետարանների աշխատակիցներ։ Նշվեց, որ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի 2026 թվականին նախատեսվող համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի 20 ամբողջական փաթեթ է ներկայացվել ՏԿ-ն։ Սուբվենցիոն ծրագրերն ուղղված են հիմնականում ներբնակավայրային փողոցների ասֆալտապատմանը եւ բարեկարգմանը, լուսավորության ցանցի կառուցմանը եւ արդիականացմանը, խաղահրապարակների, բակային հատվածների բարեկարգմանը, ոռոգման եւ խմելու ջրերի ցանցերի կառուցմանն ու մանկապարտեզի հիմնանորոգմանը։ Ծավալվեց ակտիվ եւ կառուցողական քննարկում, անդրադարձան ընթացիկ եւ իրավիճակային մի շարք հարցերի։ Ամփոփելով քննարկումը մարզպետ Վահագն Արսենյանը մեկ անգամ եւս կարեւորեց համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթությունների սահմանման, արդյունավետության եւ որակի ապահովման, համագործակցված աշխատանքի հարցերը։ Ընդունված է, որ բնակարանաշինությունը տնտեսության մի տեսակ բարոմետր է։ Եթե ելնենք այս պնդումից, ապա մեր տնտեսության գործերը վերջին 2 տարիներին պարզապես իդեալական են։ Անցած տարի Հայաստանում շահագործման է հանձնվել ռեկորդային 2270 հազար քառակուսի մետր բնակելի տարածք։ Նշենք, որ բնակարանաշինության մեջ միլիոնանոց շեմը ավելի վաղ արդեն հաղթահարվել էր, սակայն անցած տարվա բումը առանձնացավ աննախադեպ ծավալով։ Հաշվի առնելով, որ բազմահարկ-բազմաբնակարան շենքերի եւ անհատական բնակելի տների կառուցումը միջինում տևում է 3-ից 4 տարի, այս ռեկորդը պատրաստվել է վաղուց։ Բնակարանաշինությամբ համատարած հետաքրքրվածության պատճառները բոլորին հասկանալի են։ Հիշեցնենք, որ բնակարանների ժամանակակից շուկայի ձևավորումը սկսվել է 90-ականների առաջին կեսին։ Այն ժամանակ պետական բնակարանների մասնավորեցումից հետո դրանց սեփականատերերը ստացան իրենց անշարժ գույքը տնօրինելու իրավական իրավունք, այդ թվում այն վաճառելու։ Ձևավորվեց բնակարանների երկրորդային շուկան Երևանում, ապա նաև մարզերում։ Բնակարանների գները մոտեցան եվրոպական ստանդարտներին, իսկ առանձին դեպքերում նույնիսկ գերազանցեցին դրանք։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ազգային ժողովի նիստին ներկայացրեց Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների միջև տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը, որը ստորագրվել է 2025-ի հունիսին։ Համաձայնագրի նպատակն է ազատականացնել ու պարզեցնել կողմերի միջև ապրանքների առևտուրը, խրախուսել կողմերի միջև առևտրի ընդլայնումը, բազմազանությունը, ինչը կնպաստի էմիրաթական շուկայում ապրանքների մրցունակության բարձրացմանը, ավելացնելով արտահանման ծավալները։ Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտոնյալ պայմաններով արտահանման ծածկույթը կկազմի այսօրվա մեր ընթացիկ արտահանման 95%-ը, ասաց նա։ Ըստ Պապոյանի բանակցություններում ընթացիկ արտահանվող բոլոր ապրանքները ներկայացվել են, որի 95%-ը հաստատվել է, իսկ 5%-ը հնարավոր չէր ներառել ցանկի մեջ Արաբական Միացյալ Էմիրությունների օրենսդրության պատճառով։ Այդպիսի ապրանքներն են ծխախոտի փոխարինիչները, ալկոհոլը եւ այլն։ Ըստ նախարարի Արաբական Միացյալ Էմիրությունները որևէ երկրի հետ այս ապրանքների մասով արտոնություն չի սահմանում։ 2023-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից Էմիրություններ արտահանվող 270 ապրանքից 217-ի համար համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ։ Արդյունքում հայկական արտահանողներն ուղղակիորեն կսուբսիդավորվեն 500,000 ամերիկյան դոլարի չափով։